առաջարկություններ, դիտարկումներ չկան, ըստ այդմ չզեկուցվող հարցերի փաթեթը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը, դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը հաստատված է, քննարկում ենք հարց համար 7 Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի համար 195Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցազեկուցող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մղթար Հայրապետյան, համեցեք պարոն Հայրապետյան։ Հարգելի պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, տարիներ շարունակ կառավարությունը աջակցության տարատեսակ ծրագրեր է իրականացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ եւ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արձանագրվել է, որ գործող կարգավորումները կավարտվեն 2024 թվականի դեկտեմբերի 31-ով, իսկ արդեն 25 թվականի հունվարի 1-ից նոր կարգավորումներ առավել երկարաժամկետ եւ առավել համապարփակ լուծումներով է հանդես գալու կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու նպատակով։ 2024 հակիրճ եւ արագ ամփոփելու համար ասեմ, որ հիմնական երկու ծրագիր է գործել նախորդ տարվա ընթացքում, առաջինը դեռևս վաղուց գործող ստարտափների համար մինչև 30 հոգանոց աշխատակից ունեցող ընկերությունների համար աշխատակիցների եկամտահարկի 50%-ի ուրեմն հարկային արտոնություններ են սահմանված եղել եւ 2022 թվականի մարտի 1-ից տեխնոլոգիական ընկերություններում 10 եւ ավել աշխատակիցներ ներգրավված ընկերությունների այդ նոր ներգրավված աշխատակիցների եկամտահարկի 50%-ի չափով վերադարձ է արվել տվյալ ընկերություններին։ Այս մասով կարող եմ ասել, որ 2024 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 6.5 միլիարդի աջակցություն է ցուցաբերել ընկերություններին, ՑՊԱՀ-ս եւս 1.5 միլիարդի, որովհետեւ երամսյակներով է ուրեմն տրամադրվել այդ աջակցության մասը, եւս 1.5 միլիարդ նախատեսվում է մինչեւ մարտի 31 տրամադրել ընկերություններին, սրանով ծրագիրը ավարտվում է եւ ուժի մեջ է մտնում արդեն իսկ հունվարի 1-ից գործող բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, ինչպես նաեւ հարկային օրենսգրքում փոփոխությունները եւ լրացումները, որոնք ընդունվել են 2024-ի դեկտեմբերին։ Այս նոր 7-ամյա ծրագրով նախատեսված է երկու հիմնական գործիք ընդհանրական գործիք, առաջին աջակցության ծրագրերն են, այստեղ 3 հիմնական ուղղություն է վերցրել կառավարությունը 7 տարիների համար, մասնավորապես այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն կամ ներգրավված կլինեն 2022-ի մարտի 1-ից յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կստանան տվյալ ընկերությունները, նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների մասով կրկին 60%-ի չափով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կստանան ընկերությունները, այստեղ հիմնականում մենք թիրախավորել ենք բուհը ավարտող երիտասարդ տաղանդների կադրերի մուտքը, ինչպես նաև վերամասնագիտացված, վերապրոֆիլավորում անցած մասնագետների մուտքի պարագայում ենք նման աջակցություն սահմանում եւ երրորդ ուղղությունը մասնագիտական վերապատրաստման, ուրեմն կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող աշխատակիցների մասով կրկին ընկերությունները արդեն 50%-ի չափով եկամտահարկի աջակցություն են ստանալու։ Եթե նախկին տարիներին կառավարությունը հիմնականում թիրախավորում էր ՏՏ ոլորտը, այսինքն հիմնականում ուրեմն տնտեսական գործունեության դասակարգչի, որի մեջ հիմնականում մտնում էին ծրագրային ապահովում, համակարգչային ծրագրերի մշակում, տվյալների հետ աշխատանք, ապա այս օրենքի հիմքում դրված է, մենք փորձել ենք նաև միջազգային փորձը եւ ստանդարտները հաշվի առնելով, փորձել ենք առաջին անգամ նաև ձևակերպել, սահմանել բարձր տեխնոլոգիաները, որոնք են եւ այս ծրագրի հիմքում դրել ենք ոչ միայն ՏՏ ոլորտը, այլև իսկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, որպես հիմնական
նախապայման գիտահեն տնտեսություն ունենալու մեր նպատակի։ Եվ կրկին շատ արագ ընթերցեմ, թե այլևս ինչ տնտեսական գործունեություն իրականացնող ընկերություններն են այլևս հունվարի 1-ից լինելու այս ծրագրի շահառում, մասնավորապես էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն, հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն, համակարգիչների եւ ծայրամասային սարքվածների արտադրություն, կապի սարքավորանքի արտադրություն, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն, չափիչ, ստուգիչ, փորձարկիչ եւ գործիքների սարքերի արտադրություն, ճառագայթահարող, էլեկտրաբժշկական եւ էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն, օպտիկական գործիքների լուսանկարչական սարքավորանքի արտադրություն, մագնիսական եւ օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն, շարժիչների, տուրբինների բացառությամբ ավտոմեքենաների օդագնացական արտադրության, հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն, հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն, ավտոմեքենաների եւ դրանց շարժիչների համար էլեկտրական եւ էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն, օդանավերի տիեզերանավերի արտադրություն, այլ թռչող սարքերի արտադրություն, օդանավերի տիեզերանավերի այլ թռչող սարքերի համար մասերի, լրամասերի արտադրություն, մարտական մեքենաների արտադրություն, համակարգչային խաղերի հրատարակություն, այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն, ծրագրային ապահովման մշակում, էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում, մշակում, խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներում, համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն, տվյալների հիմնապաշարների եւ տեղեկատվական ռեսուրսների մշակում եւ կիրառում, օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայություններ, վեբ պորտալների հետ կապված գործողություններ, ինտեգրալային սխեմաների նախագծում եւ թեստավորում, գիտական հետազոտություն եւ փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում, նույնը բնական գիտությունների, տեխնիկական գիտությունների եւ տեխնոլոգիաների բնագավառում եւ հասարակական հիմանտար գիտությունների բնագավառում հետազոտությունների մասով, այսինքն առաջին անգամ մենք այս աջակցությունը նախատեսել ենք ամբողջ high-tech սեկտորի համար։ Եվ երկրորդ ուղղությունը աջակցության ծրագրերից նախատեսված է R&D-ի մասով, այսինքն գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների մասով, որը երևի թե հարց ու պատասխանի ձևաչափով կանրադառնանք դրանց։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, այսինքն այստեղ նշած կամ արտոնություն ասեմ կամ ծրագրեր ասեմ, ձեր նշած բոլոր ոլորտներին չի վերաբերվում։ Այսինքն բոլոր այս ոլորտները, որոնք նշված են, այս տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունները, որտեղ 90% աշխատակիցների ներկայացված են հենց այս ուղղություններով, այսինքն ընդ որում ոչ թե կարող են օրինակ ընկերության 50% ծրագրային ապահովմամբ, մնացած 40% օրինակ hard-ի սարքավորումների վրա աշխատանքով, եթե ասում եմ դուք թվարկեցիք ոլորտներ, ինչ որ լսեցիք, այս փաթեթը վերաբերվում է բոլոր կետերը վերաբերվում են բոլոր ընկերություններին, թե ուղղություններ կան մասամբ, այսինքն բոլոր կետերը վերաբերում են բոլոր ուղղություններին։ Այո։ Հիմա կոնկրետանանք ինչի մասին է խոսքը։ Առաջինը, ասում ենք աշխատանքային միգրանտներ, այսինքն դրսից երբ որ հրավիրում են մասնագետներ իրանց մոտ աշխատելու, մենք իրանց եկամտային հարկի 60%-ը վերադարձնում ենք, ընկերությանն ենք վերադարձնում։ Այսինքն մի աշխատող հրավիրեցին, մի հոգու 60%-ն ենք աշխատավարձի եկամտային հարկի վերադարձնում, 2 հոգի, 2 հոգին է, 1000 հոգի, 1000 հոգուն։ Այո։ Սահմանափակում չկա։ Ոչ։ Երկրորդը, երբ որ իրենց աշխատակիցների վերապատրաստման կամ վերապատրաստվող կամ սովորող աշխատակիցների եկամտային հարկի 50%-ն են Այո, վերադարձնում։ 3 ամսով։ Մենակ 3 ամսով, այո։ Այսինքն երբ որ իրանք ասում են մենք այս աշխատողին ուղարկում ենք վերապատրաստման, 3 ամիս շարունակ 50%-ի եկամտահարկի չափով մենք ներդրում ենք կատարում ընկերությունում։ Շատ լավ։ Նոր աշխատակիցների մասով, աշխատաշուկա նոր մուտք գործող, այսինքն նախկինում երբևէ տեխնոլոգիական ոլորտում, այսինքն երբ այս ուղղությունները նշեցի, այդ տվյալ ուղղություններում երբևէ
չաշխատած, չներգրաված աշխատակիցների մասով ներգրավելու պարագայում 60%-ի չափով հատկացում ենք կատարում։ Շատ լավ։ Այսինքն հրավիրեց աշխատող 60%, առաջին անգամ աշխատանքի մտնող 60%, իր հիմնարկում աշխատողներին 50% եկամտային հարկի վերադարձ ենք ապահովում։ Շատ լավ։ Հաջորդ փուլով, հաջորդ թիվ։ Շրջանառության հարկի 1% դրույքաչափ 5%-ի փոխարեն։ Սա խոսքը վերաբերվում է կոնկրետ ոլորտների, ձեր նշած ոլորտների շրջանառության հարկի դաշտում աշխատող ընկերությունների։ Այո։ Այսինքն մենք իրենց հարկային բեռը նվազեցնում ենք 5%-ից դարձնում 1%, բայց սա վերաբերում է շրջանառության հարկով աշխատող։ Այո, այո։ R&D ներգրաված անձնակազմի եկամտային հարկը 20%-ի փոխարեն սահմանում ենք 10%։ Մասնագիտական աշխատող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200%-ի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորություն, բայց ոչ ավել, քան հարկման բազայի 50%-ը։ Այսինքն, եթե այսպես ասած մասնագիտական աշխատանք կատարող, այսինքն տեխնոլոգիական ոլորտում աշխատողներին վճարող աշխատավարձի ֆոնդի 200%-ի չափով, հնարավորություն ենք տալիս, որ շահութահարկի հարկման բազան նվազեցնի, այսինքն սրանով մենք շահագրգռում ենք, որպեսզի այդ ուղղությամբ ներդրումներ անեն։ Հարկային տարվա ընթացքում մինչև 50% ներառյալ աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարած տնտեսվարող սուբյեկտների ստացած նպատակային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոնների վերանայում այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե հարկային տարվա ընթացքում, որում ստացել են, այլ այն հարկային տարվա ընթացքում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ։ Այսինքն էս էլ ենք հնարավորություն տալիս նվազեցնեն բազայից, այսինքն սրանով նաև խրախուսում ենք, որ ինչ որ առումով կապիտալ ներդրումներ անել եւ հնարավորություն ենք տալիս, որ դա շահութահարկի բազայից նվազեցնեն։ Համեցի։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, այս դրվագի էությունն այն է, որ սովորաբար կան մեկնարկային հետազոտական փոքր խմբեր, որոնք իրենց գաղափարի կյանքի կոչման սկզբնական փուլում հիմնականում ֆինանսավորվում են դրամաշնորհային ծրագրերի դրամաբանությամբ եւ մեր օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կանոնն այն է, որ ստացված դրամաշնորհները առևտրային կազմակերպությունների համար հարկման նպատակով եկամուտ են ճանաչվում հենց ստացման տարվա ընթացքում ամբողջովին, անկախ նրանից տվյալ շահառուն ստացողը հասցրել է տարվա ընթացքում այդ գումարները ամբողջությամբ ծախսել, թե ոչ, եւ եթե չի հասցրել ծախսել կամ մասամբ է ծախսել, ստացվում է, որ կունենա եկամուտ եւ ավելի փոքր չափով ծախս ու տարբերությունը կհարկվի շահութահարկով։ Որպեսզի նման երևույթ չունենանք, ասում ենք եկամուտ կճանաչվի այն չափով եւ այն պահին, երբ որ այդ գումարները այդ հետազոտական խումբը կսկսի ծախսել, որպեսզի եկամուտն ու ծախսը հավասար լինեն ու հարկային հետևանքներ չկրի այդ ստարտափ հետազոտական խումբը, որովհետև դրամաշնորհը այդ կարգավորումը ուրիշ ոլորտներում էլ է գործում, հա։ Մենք ունենք ընդհանուր նշանակության կանոն, պարոն վարչապետ, որը այս դեպքում կարող է բերել հարկային հետևանքների եւ արդյունքում դրամաշնորհի մի մասը հարկի ձևով վճարվել պետական բյուջե։ Հիմա ուրիշ տեղ կա, որ կարա բերի հարկային հետևանքների։ Օրինակ, եթե մեկ այլ առևտրային կազմակերպություն անհատույց գումար ստանա ու ստացման տարվա ընթացքում անհատույց նվեր։ Խոսքը նվերի մասին։ Այո, դրամաշնորհի մասին է միայն։ Վարկի մասին Ոչ, չի, նվերի միայն դրամաշնորհի մասին։ Հասկանալի։ Որովհետև հաճախ տալիս են գումար, պարոն վարչապետ, բայց դիցուք 2 կամ 3 տարվա ծրագիր ֆինանսավորելու համար, ծախսեր ֆինանսավորելու համար, որպեսզի գումարը մինչև վերջին դրամը ծախսվի այդ գաղափարի իրագործման նպատակով, այս կանոնով հնարավորություն ենք տալիս, որ հարկային հետևանքներ չկրի այդ հետազոտական խումբը։ Բայց իմ հարցը հետեւյալն էր, հիմա այդ լավ ենք անում, որ այնպես անում ենք, որ այս ոլորտում հարկային հետևանքներ չկրի, բայց մենք համոզված ենք, որ բոլոր ոլորտներում, որտեղ այդ նույն իրավիճակը հարկային հետևանքներ կրում է, դա ճիշտ է եւ լավ է։ Կանոնը միայն դրամական միջոցի տեսքով անհատույց ստացվող ակտիվների համար է
Եվ կանոնից կան մի շարք բացառություններ։ Օրինակ գյուղատնտեսության աջակցության ծրագրերի համար, երբ որ մենք գումարներ ենք տալիս, այլ կանոն ենք նախատեսել, եթե օրինակ այդ նվերը օրինակ կառավարությունն է տալիս ու տալիս է գրած կորուստը կամ վնասը ծածկելու համար կամ նախկինում կատարված ծախսերը massամբ կամ ամբողջությամբ համաֆինանսավորելու համար, այս դրվագները ոչ մի անգամ չեն առաջացնում հարկային հետևանքներ։ Այսինքն փորձել ենք հասցեականություն ապահովել, պարոն վարչապետ։ Բոլոր այն դեպքերում, երբ որ տրամաբանական է, որ աջակցություն ստացողը իր ստացած գումարից հարկեր չվճարի, այդ դեպքերը առանձին նախատեսել ենք օրենսդրությամբ։ Շատ լավ, ամեն դեպքում ինձ խնդրում եմ տեղեկանք տվեք, թե որ ոլորտներն են, որ իրանց նկատմամբ հարկային պարտավորություններ առաջանում, մի հատ անցնենք այդ ոլորտների վրա։ Շատ լավ, հիմա այս էր ըստ էության մեր արտոնությունների շրջանակը, բայց մի մեխանիզմները մենք փաստորեն հանձնաժողով ենք ձևավորելու, ով գնահատելու է ամեն դեպքը առանձին, այսինքն ընկերությունները հայտեր են ներկայացնելու եւ այդ տրամաբանությամբ ենք աշխատելու։ Այո, ճիշտ է այդպես, ուրեմն մենք արդեն իսկ կառավարության համապատասխան որոշումները ընդունել ենք, մասնավորապես այսօրվա որոշմամբ նաև կսահմանվի, որ կլինի 6 հոգանոց 6 գերատեսչություններից կազմված հանձնաժողով բարձրագույն կրթության եւ գիտության ուրեմն կոմիտեի նախագահությամբ, ինչպես նաև 5 գիտության 5 ուղղություններով, կիրառական ուղղություններով ենթահանձնաժողովներ փորձագետներից, մասնագետներից բաղկացած, յուրաքանչյուր ենթահանձնաժողովում կլինի 5 փորձագետ, 5-ից 3-ը ըստ էության ինդուստրիան կներկայացվեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ էկոնոմիկայի նախարարության առաջարկով, մյուս երկուսը գիտական համայնքից, ապրիլի 1-ից ապրիլի 30-ը կլինի առաջին պատուհանը հայտերը ներկայացնելու, մինչև մարտի 31 ԿԳՄՍ նախարարի հրամանով հայտերի դիմելու ձևանմուշները կհաստատվեն եւ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում արդեն իսկ այս պահին գործող դրամաշնորհային ծրագրերի մեջ առանձին բաժին կառանձնացվի, կիրազեկենք ընկերություններին, որ այդ խողովակով է դիմումները ստացվելու։ Ապրիլի 1-ից 30-ը ընկած ժամանակահատվածում մենք հայտերը կստանանք, այս կարգավորմամբ հնարավորություն ենք տալու հետադարձության ուժով հունվարի 1-ից մինչև դիմելու պահը ընկերություններին վերադարձնել գումարները եկամտահարկի 50%-ի չափով, իսկ արդեն իսկ տվյալ աշխատանքը իբրև R&D աշխատանք որակվելու պահից սկսած արդեն աշխատակիցների 20%-ի փոխարեն 20% եկամտահարկ է հարկվելու։ Շատ լավ։ Փաստորեն մեր քաղաքականությունն այն է, որ մենք ավելի շատ հետազոտական, գիտական գործունեություն ենք խթանում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները, որը կարծում եմ կարող է մի քիչ էլ ուշացել ենք, բայց լավ է, որ այդ որոշումը կայացրել ենք։ Կարևոր է այստեղ արձանագրել, որ ընդհանրապես գիտահետազոտական եւ փորձարարական մշակումների աշխատանքի այս կտորը վերաբերում է ոչ միայն տեխնոլոգիական ընկերություններին, այլև ամբողջ տնտեսությանը։ Սա կարևոր արձանագրում է, սա նշանակում է, որ կիրառական հետազոտություն, կիրառական արժեք ստեղծելու պարագայում բոլոր այն ընկերությունները սկսած աղբի վերամշակումից մինչև հանքաբարձունաբերություն եւ մինչև բարձր տեխնոլոգիական ոլորտ, եթե ընկերությունները պատրաստ են ներդրում կատարել նոր գիտելիք ստանալու, ստեղծելու վրա, անկախ քանակից տվյալ աշխատանքներում, գիտահետազոտական աշխատանքներում ներգրաված աշխատակիցների քանակից, մենք պատրաստ ենք այս կարգավորումը տարածել բոլորի վրա։ Այսինքն պայմանական ասած, եթե ձկնա ֆերմա է եւ ինքը ուզում է մշակում տեխնոլոգիա ստանա, որ 40% պակաս ջրով նույն ծավալի ձուկ արտադրի, այդ տեխնոլոգիայի մշակման գործում ինքը կարող է հայտը ներկայացնի եւ օրինակ այս նույն գրանտային ծրագրերից եւ այս մեխանիզմներից օգտվի, ճիշտ հասկացա։ Գրանտային ծրագրերից ոչ,
խոսքը միայն հարկային արտոնությունների այն կտորին է Եկամտային վերաբերում, հարկի վերադարձից եւ մյուսից։ Եվ Կամ ասենք ամորտիզացիոն ենթադրենք որևէ տեղից բարձր որակավորման մասնագետ է հրավիրում եւ այդ մասնագետին աշխատավարձ է վճարում, որպեսզի Այո. կամ մասնագիտական խումբ է ձևավորում, որպեսզի իր խնդիրը լուծի։ Այստեղ շատ կարևոր է, մենք այս կարգավորումների հիմքում դրել ենք աշխարհում շատ հայտնի մեթոդաբանություն կոչվում է Frascati manual, եթե տվյալ ձեռնարկով մեթոդաբանությամբ համապատասխանում է եւ որակվում է իբրև R&D, ապա միանշանակ կարող է ասենք օգտվել այս արտոնությունից։ հանքարդյունաբերական ընկերությունը տեխնոլոգիա մշակում, թե ոնց հանքանյութից ավելի շատ մետաղ կորզի եւ այլն եւ այլն։ Այո, Այդպես շարունակ։ Կամ առողջապահության ոլորտի ընկերությունը կամ ցանկացած ոլորտի ընկերություն կամ տաքսի ծառայությունը որոշ մի տեխնոլոգիա մշակի ոնց առանց բենզինի կամ գազի ուղևոր տեղափոխի կամ սակավ ծախսով։ Ես ինչի համար եմ ասում, որովհետև ես նամակներ եմ ստանում, այսօր էլ առավոտ մի տենց նամակ եմ ստացել, որտեղ վերահասցեագրել եմ էկոնոմիկայի նախարարին եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, է շատ կարեւոր մեխանիզմ է, որովհետեւ մենք պետք է նաեւ հնարավորություն ունենանք օբյեկտիվորեն գնահատել մարդկանց առաջարկները։ Շատ դեպքերում մարդը ասում է, ես կարող եմ այսպիսի մշակում ունեմ, այսպիսի մշակում ունեմ, այսպիսի մշակում ունեմ, գործող ընկերության մասին է խոսքը, եւ շատ դեպքերում, երբ որ parza հիմա ես կամ կառավարության անդամը չի կարող գնահատել, ինքը պետք է որոշակի մասնագիտական, փորձագիտական կարծիք հարցնի, երբ որ մեխանիզմ չկա, հիմնականում գիտենք արդեն ուղարկելուց ասել են չէ ոչ մի լուրջ բան չկա, բայց ես օրինակ վստահ չեմ, որ բոլոր այն դեպքերում, երբ որ արձագանքն է, որ չէ ոչ մի լուրջ բան չկա, իրոք ոչ մի լուրջ բան չկա։ Շատ կարևոր է, որ մենք մեխանիզմ ունենանք եւ ֆինանսական խթաններ դնենք, որ հենց նույն ընկերությանը ասենք շատ լավ, էսա մեր կանոնն է, այս կանոնին համապատասխանեցրեք եւ ձեր ներդրումները դուք ինքներդ կարող եք անել, եթե դուք հավատում եք ձեր բանին, գյուտին կամ ձեր տեխնոլոգիային, դուք ինքներդ ձեր ներդրումը արեք եւ հիմնավորեք եւ այդ ներդրումը եւ նվերները, որոնք եթե ուրիշն էլ հավատա, չէ, պետքա փող գնա հետևից եւ դա ամենա լավ ազդակն է, որտեղ ինչ որ բան կատարվում է։ Այնպես որ շատ կարևոր է, որ օբյեկտիվ նորմալ աշխատի եւ այն ես հասկանում եմ այս ոլորտում շատ բաներ կա, այս իմ ասած տեխնոլոգիական, որ կան շատ պնդումներ, որոնք ի վերջո չեն հաստատվում, բայց պետք է 20 հատ չհաստատված դեպք ուսումնասիրես, որ 21-րդը հայտնաբերվի։ Եվ շատ կարևոր է, որ մենք լսելու մեխանիզմ ունենանք։ Հա մենք լսում ենք, կարդում ենք, բայց մենք մեր լսածը, այդ կարդացածը չենք կարող փորձագիտական մակարդակով գնահատենք։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես կուզեի ընդգծել, որ այս